Յուրաքանչյուր կողմ իր սահմանած նպատակը համարում է սրբության սրբոցը։ Օրինակ նույն եկեղեցու որոշ դերակատարների կողմից, նաև քաղաքական ընդդիմության կողմից մեզ փրկելու Հայաստանը փրկելու, առաքելությունն է, որը իրենց համար սրբության սրբոց է։ Իշխանական լծակներ ունեցողների կողմից հենց սրբության սրբոցը փրկելու նպատակ է հետապնդված, որը իրենց համար եւս սուրբ գործ է, եւ այս ճանապարհին, եթե մենք սուրբ բան ենք անում, եկեք ամեն ինչ ոտնատակ տանք։ Ես ինձ երբեք իրավունք չեմ վերապահի այլոց նպատակների ազնվությունը կասկածի տակ դնել, որովհետև իմ կանխավարկածն այն է, որ եթե որևէ մեկը կամ որևէ դերակատար սահմանել է նպատակ, իր այսպես ասած նպատակը ազնիվ է, եթե հակառակը չի ապացուցվել։ Հետևաբար չեմ ուզի որևէ կերպ ազնվությունը կասկածի տակ դնել, բայց խնդիրը կայանում է նրանում, որ ձևավորվել են աշխարհում չափանիշներ, որովհետև բոլորն էլ իրենց նպատակը շատ սուրբ են համարում։ Նույն սպանություն կատարող անձն էլ միշտ հիմնավորումներ ունի, թե ինչու է ինքը սպանություն կատարում կամ ցանկացած այլ հանցանք կատարող անձը, երբ շփվում ես իրենց հետ, իրենք էլ շատ լուրջ պատճառաբանություններ են բերում, թե ինչու են իրենք այդ հանցանքը կատարել։ Դրա համար էլ աշխարհը, որպեսզի ինչ որ քաոտիկ իրավիճակ չունենա, այլ գոնե առնվազն կարգավորված իրավիճակ ունենա, ձևավորել չափանիշներ եւ ասել է, գիտեք ինչ, մինչև հաջորդ չափանիշը չձևավորեն, մենք ապրում ենք այսպիսի կանոններով։ Հիմա երբ յուրաքանչյուրը իր նպատակը համարում է ամենասուրբը եւ դա հիմք է ընդունում գոյություն ունեցող արժեքներն ու չափանիշները խախտելու համար, այստեղ մենք իրականում նորից պիտի այս միտքը կրկնեմ, գնում ենք մի քաոտիկ իրավիճակի, որտեղ մարդկանց շատ ավելի մեծ իրավունքներ են խախտվելու, հետևաբար չկասկածելով որևէ մեկի նպատակի ազնվությանը, ես իրապես ոչ միայն կոչ եմ անում նրանց հարգել մարդու իրավունքների արժեքները, այլ նաև կարևորում եմ, որպեսզի այն մարդիկ, ովքեր իրավասու են խնդիրների դեմ պայքարելու համար, միավորվեն եւ ճիշտ ձևով փորձեն հաղթահարել գոյություն ունեցող իրավիճակը առանց նպատակ ունենալու որևէ մեկին թիրախավորել։